Չին շրջանում Թուրքիայում հատկապես շատ մեծացել են անկախ, ազատ, ընդդիմադիր լրագրողների հանդեպ բռնությունները։ Դրանցից մեկը, որ տեղի ունեցավ համատաբար վերջերս ամռանը, ամենահայտնի YouTube-յան լրագրողներից մեկն է Ֆաթիհ Ալթայլը, շատ հայտնի լրագրողը, միլիոնավոր դիտումներ ունի եւ այլն, ու քանի որ ինքը ուրեմն մեծ հեղինակություն է սկսել հավաքել, ուրեմն իշխանությունների հանդեպ բռնաճնշում կիրառեցին։ Հիմա ասեմ, եթե անունները հանեմ, քեզ կթվա որ Հայաստանի մասին։ Ինքը եթերում Էրդողանի կողմից կառավարման համակարգի ոնց որ մոդելի համար, այսինքն Էրդողանը ինչպիսի կառավարման մոդել է կիրառում, դրա համար օգտագործում է մի հատ թուրքերեն ասացվածք։ Ասում այ ոնց որ էս լինի։ Այսինքն կոպիտ ասած օգտագործում է ժողովրդական խոսք, ասում այ այդ ժողովրդական խոսքի իմաստությունը կիրառելի է Էրդողանի համար։ Այսինքն ուղիղ չի էլ ասում ինչ որ վիրավորական բան չի։ Դրա համար ինքը փակի տակ է մինչև հիմա։ Իշխանությունները հարուցում են քրեական գործ, պետական կարգի դեմ ուրեմն բան, սպառնալիք։ Ֆաթիհը նստած է մինչև հիմա։ Բայց շատ նման է այս մեր իրավիճակը։